Տղամարդու սերը անցնում է ստամոքսի միջոցով, դա վիրավորական է, թե ճշմարտություն։ Առաջին կենսաբանական կողմը։ Սնունդը հանդիսանում է էներգիայի հիմնական աղբյուր և լավ սննդի միջոցով հատկապես ակտիվանում են մի շարք հորմոններ, որոնցից են օքսիտոցինն ու դոպամինը, որոնք հանդիսանում են հաճույքի և կապվածության հորմոններ։ Երկրորդ մշակութային ազդեցությունը տղամարդկանց սերն ու ընտանիքի նկատմամբ կապվածությունը շատ մշակույթներում և հատկապես հայկական, դա կապվում է ավելի շատ տան ջերմության, հոգատարության և իհարկե համեղ սննդի հետ։ Սնունդը որպես հոգատարության նշան, երբ կինը պատրաստում է ուտելիք, դա ոչ միայն ուշադրության, ջերմության, այլ հոգատարության նշան է, ինչը տղամարդու մոտ առաջացնում է կապվածության զգացողություն։ Տղամարդկանց համար կարևոր է ոչ միայն սնունդը, այլ հոգատարությունն ու հարգանքը, սրանով է պայմանավորված, որ սնունդը չի համարվում այն գլխավոր գործոնը, եթե այդպես լիներ, ապա ռեստորանները կփոխարինեին նման հարաբերություններին։ Ինչ եք կարծում, սա իրականության արտացոլում է, թե հին ավանդույթի հետևանք, կիսվեք ձեր կարծիքով։